Բարև ընկերներ, ինչպե՞ս եք։ Այսօր չոփահարելու ենք հերթական ապօրինությունները։ Շնորհակալ եմ բոլորից, շնորհակալ եմ աջակցության եւ վստահության համար։ Նախ նշեմ, որ երեկվա տեսանյութից հետո իմ համար պարզ դարձավ, որ Հայաստանում քաղաքական ուժերը ոչ թե փորձում են համերաշխության մթնոլորտ սերմանել Հայաստանում, այլ ընդհակառակը, նորահայտ ուժերից ոմանք եւս ատելություն են գեներացնում Հայաստանում։ Որպիսի նմանատիպ ուժերը եւ դրանց հայհոյախոս անհավասարակշիռ կենսակերպով աջակից կոչվածների քաղաքական օլիգարխիկ հայրերը չլինեն մեր իրականության մեջ, ապա պետք է իրական հեղափոխություն։ Լկտիության սահմանները անցնելու պարագայում Սերժ Սարգսյանի ասած արտահայտությունից կօգտվեմ. կբամփեմ ձեր տկարամիտ գլուխներին։ Այս մասով դեռ այսքանը։ Հիմա, ինչպես եւ խոստացել էի, սկսում ենք Արմավիրյան շաբաթը։ Ընկերներ, կրկին անգամ տեղեկացնում եմ, որ չեմ սատարում որևէ ուժի, չեմ հրում որևէ քաղաքական կուսակցության։ Գիտեք, մեր խնդիրներից մեկը այն է, որ չենք ցանկանում իրականությունը լսել, այլ դրա փոխարեն նախընտրում ենք պիտակ կպցնել, բայց ասեմ, դա իմ վրա չի ազդելու։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմից ազատվելու համար նախ եւ առաջ չպետք է շարժվենք իրենց օրակարգով, իսկ իրենց օրակարգն է հետեւյալն է. բաժանիր, որ տիրես։ Ընկերներ, ստացված բազմաթիվ տեղեկությունների հիման վրա այցելեցինք Արմավիրի մարզ, տեսանք բազմաթիվ ապօրինություններ, լսեցինք տարբեր մարդկանց, որոնց մասին կցանկանամ կիսվել ձեր հետ։ Այսպես, ըստ ստացված տեղեկությունների, Արմավիրի մարզպետ, հանրահայտ եւ տխրահռչակ Վահրամ Խաչատրյանը ըստ ժաշակի սկսել է աշխատանքից հեռացնել դպրոցի տնօրենների։ Այսինքն, եթե որևէ մեկի ունքը մի փոքր ծուռ կլինի, որը դուր չի գա մարզպետին, ապա նրան շատ արագ փոխարինող են գտնում, բայց իհարկե իրենց ընկերական շրջապատից։ Նմանատիպ դեպք տեղի է ունեցել Դաշտի դպրոցի հետ կապված։ Պարզվում է, ինչպես Արմավիրում են ասում, հայտնի Փորով Չոփը Դաշտի դպրոցի տնօրենի պաշտոնի համար նախատեսել էր ոչ թե հասարակ քաղաքացու, այլ հանրահայտ Արգիշտի Մեխակյանի ընկերոջ կնոջը։ Իդեպ, որևէ հասարակ քաղաքացի, ով իր գիտելիքներով կարող է ծառայել մեր երկրին, տեղ չունի այս փտած համակարգում։ Ընկերներ, Վահրամ Խաչատրյանը դեռևս ներողություն չի հայտնել իր ընկերությունում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված տղայի ընտանիքից։ Հետևաբար կարծում եմ, որ դուք հենց Արմավիրում կարող եք ձեր սեփական գնահատականը տալ, այսինքն կարող եք ցանկացած կերպ անվանակոչել եւ դիմել սույն մարզպետին։ Վստահեցնում եմ, առաջիկայում ընտրական այս կեղծ օրակարգից հետո լինելու է իրական հեղափոխություն, ինչի արդյունքում էլ տեղի կունենա օրինական պատժիչ գործողություններ։ Չոփերը եւ չոփանման անձինք ստանալու են իրենց անօրինականություններին համարժեք քրեաիրավական գնահատական։ Չկասկածեք։ Չի լինելու օր, երբ ասեք, բա առաջ ուրիշ բան էիք ասում, իսկ հիմա այլ բան։ Մենք բոլորս էլ հոգնել ենք կեղծիքից եւ սպից, ցանկանում ենք ապրել եւ արարել մեր երկրում։ Ընկերներ, իդեպ, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Արմավիրում քարոզարշավ իրականացնելիս խախտում է բազում օրենքներ։ Նախ աշխատանքային ժամին պետական ապարատի աշխատակիցներին ստիպողաբար տանում են քարոզարշավի։ Հավելեմ, որ նման գործելավոճ են որդեգրել գրեթե բոլոր համայնքներում։ Մի օր շատ կլինի, մի օր քիչ, մի նեղացեք։ Ամեն բան հերթով է լինելու, ամեն բան նախապես մտածված։ Չենք նեղանում եւ չենք հիասթափվում իրականությունը լսելուց։ Կհանդիպենք վաղը, հարգանքներով, ձեր հայը։